Մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ, ազգային ժողովի եւ կառավարության հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի գլխավոր նպատակն է իմ գնահատմամբ ապահովել տնտեսական կայուն աճ, բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը եւ ամրապնդել պետական համակարգը։ Ցավոք, պետք է շեղվեն բյուջեի նախագծից, քանի որ կան հարցեր, որոնք հրատապ են։ Անձեն աչքով երևում է երկու չընտրված նախագահների, Քոչարյանի եւ Սարգսյանի եւ նրանց արբանյակների ակտիվությունը։ Պատճառները կարելի է հասկանալ, դիտելով ինչպես ներքաղաքական զարգացումները, այնպես էլ նրանց քաղաքական շահերը եւ անցյալ դերակատարությունը։ Նրանք երկար տարիներ ղեկավարել են Հայաստանը եւ այսօր էլ հույս են դրել եւ հույս ունեն, որ ներքին եւ արտաքին ազդեցիկ քաղաքական կապերի միջոցով կարող են գալ իշխանության։ 2020 թվականից նրանք ամեն ինչ անում են երկրում քաղաքական ճգնաժամ ստեղծել կամ դժգոհություն առաջացնել իշխանությունից։ Նրանք փորձում էին եւ հիմա էլ են այդ նույն քայլերը կատարում, վերադարձնելու իրենց ազդեցությունը, ներկայացնելով իրենց որպես փորձառու ղեկավարներ, որոնք կարող են կայունություն բերել։ Նման փուլեր են եղել 2020 թվականի սեպտեմբերից հետո, բայց ես հիշում եմ ինչքան վատ, այդքան լավ կարգախոսներ այդ ժամանակ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ եւ այսօր էլ են ցանկանում նրանք գալ իշխանության կրկին ներկայացնելով մեր իշխանությունը որպես ոչ կարող իշխանություն։ Երկուսն էլ իրենց կառավարման տարիները հիմնավորում են, որ Արցախյան հարցում ունեցել են կոշտ դիրք։ Հիշեցնեմ, երբ մտահոգություն կար հասարակությունում Լեռնային Ղարաբաղում սահմանների կամ անվտանգության հարցերի շուրջ, երկուսն էլ որպես չընտրված նախագահներ ակտիվանում էին, պնդելով, թե իրենք կարող էին կանխել Լեռնային Ղարաբաղի կորուստը, այդքան կարող էիք, լուծեիք Ղարաբաղի խնդիրը, չգցեիք դաշնակի գրպանը։ Ինչպես 2021 թվականին, այդպես էլ 2026 թվականին փորձելու են նրանք մնալ ջրի երեսին, բայց չի ստացվելու, խորտակվելու եք։ Եթե ձեր կառավարման ժամանակը կայունության եւ անվտանգության ժամանակաշրջան էր, ինչու տեղի ունեցել ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։ Սիրելի ժողովուրդ, նրանց ակտիվացման հիմքում ընկած են հետևյալ իշխանության կորուստից հետո քաղաքական վերադարձի ձգտումը ունեն, սեփական անցյալի արդարացման անհրաժեշտությունը ունեն եւ միշտ օգտագործել են այնպիսի պահեր, երբ որ ժողովուրդը ինչ պատճառներով դժգոհում էր կառավարությունից, նրանք փորձում էին օգտագործել այդ ալիքները, այսինքն մի խոսքով ասեմ, ուժեղացնում են հիբրիդային պատերազմը։ Ասելիքը շատ է, կասեմ մյուս ելույթների ժամանակ, ուղղակի այսօր խնդրում եմ վաղարշաբաթի հարգելի ընտրողներ, նոյեմբերի 16-ին գնացենք ընտրատեղամասեր, վերցրեք համար 7 քվեաթերթիկը, դրանով դուք կընտրեք ազնվությունը, հոգատարությունը, աշխատանքը, Հայաստանի անկախությունը եւ ապագան։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։